ավետարան գլուխ 14 գեղեցիկ գլուխներ են մեկը, ինչպես արդեն մենք ասինք այս գլուխները, որ 13 գլուխ են մինչև 17-ն Հիսուս պիտի խոսի իր աշակերտներուն հետ։ Շեշտը տրված այդ վերջին գիշերվա վերջին երեկոյի խոսակցություններուն, թե ինչ ըսավ Հիսուս կարևոր բաներ, կարևոր ուղղություններ այս մի քանի գլուխներուն մեջ։ Եվ Հովհաննես ավետարանիչը շեշտը տրած է այս 4 գլուխներուն վրա, այս 5 գլուխներուն վրա, որ մյուս ավետարանիչները շատ արագ ձևով գանցնեն, բայց Հովհաննես ավետարանիչը շեշտը տրած է, քանի որ իսկապես ինչպես մենք տեսանք արդեն մեր նախորդ ուրեմն սերտողություններու մեջ, թե ինչպես Հովհաննես ավետարանիչը շեշտը գտնե Հիսուս Քրիստոսի աստվածությանը վրա, աստվածությանը վրա, եւ ամեն գլխուն մեջ այդտեղ փաստ կա Հիսուսի աստվածությունը։ Ամեն փառավորվի Տերը եւ գզարմանան որ այսքան մարդիկ դեր սիրելի քույր եղբայրներ, այսքան մարդիկ դեր չեն հասկանար կամ չեն ընդունիր կամ չեն ուզեր հասկանալ Հիսուս Քրիստոսի անձը, իր աստվածությունը։ Հալելույա, ամեն։ Նայեցեք առաջին համարը ինչ կսեք 14 գլխում։ Հիսուս կսե սրդերնիդ չխորովի, Աստծո հավատացեք, ինձիալ հավատացեք։ Ինչպես կարելի է Հիսուս ըսե այս խոսքը հրյաներու, մանավանդ որ ինքն հրյա էր, հրյա Մովսեսի օրենքեն եկած ժողովրդին, որ այդտեղ գրված է, որ մեկ Աստված կա եւ մեկ Աստծո դու պիտի պաշտես եւ մեկ Աստծո պիտի հնազանդես։ Ինչպես կրնա Հիսուս ասել Աստծո հավատացեք, ինձիալ հավատացեք։ Այստեղ զարմանալի է, եթե մեկը չանդրադառնա Հիսուսի աստվածությանը։ Եթե Հիսուս իսկապես մարգարե էր, եթե Հիսուս իսկապես Աստծո ուղարկված էր, բայց եթե ինքը մարդ էր եւ Աստված չէր, ինչպես կարելի է այս խոսքը ասել։ Ինչպես կարելի է մեկը ասել ինձի հավատա, Աստծո հավատա, ինձիալ հավատա։ Եթե ես ցեզ այս բանը ասեմ, դուք վստահ պիտի քարգոծեք ինձ, քանի որ հայոյություն է։ Երբ որ գսեմ Աստծո հավատա, ինձիալ հավատա, որ ես գտնեմ ինձ Աստծո հավասար տեղը, արդեն այդտեղ իսկապես հայոյանք եւ ադորոմարը որ հրյաները Հիսուսի քանի անգամ ուզեցին քարգոծել։ Հիսուս իր անձը գտնե հորը անձին հետ միապանված։ Չխորովից էր անձերը, ինչու քանի որ այս մի քանի ժամերեն հետո Հիսուս կսե դուք ցավերը պիտի անցնիք։ Ձեր հույսը պիտի թափի, ինձ պիտի բռնեն, ինձ պիտի ձեձեն, ինձ պիտի խաչանեն, պիտի մերցնեն եւ դուք կարծեք գործված ոչխարներու պես պիտի լա, սրդենից չխորովի, հավատացեք Աստծո, ինձիալ հավատացեք, ես այն չեմ, ինչ որ դուք կգարձեք, ես այն չեմ, ինչ որ դուք կգարձեք, որ գլլագա մարդիկ կնեն ինձ, ես այն Աստվածն եմ, որ ամեն ինչ կազմակերպած եմ, ամեն ինչ կազմակերպված եկած եմ իմ անձս տալու եւ ձեզ անցնելու այդ նեղությունեն, եթե պետք է, որպես դուք հասկանաք, որ այդ նեղությունեն հետո գա ազատագրություն։ Նայեցեք համար 2 գսե իմ հորս դունը շատ բնակարաններ կան։ Իմ հորս դունը մեկ դուն, բայց շատ բնակարաններ։ Հոյագաբես իմ հորս դունը շատ բնակարաններ կան։ Ուրեմն ես գսե աբատեվոց ցեզի գսեի, ես սուտ խոսող չեմ, եթե այդպես բան չգա, ցեզ չէ եսեր։ Հիմա ես պիտի երթամ եւ ցեզի տեղ պիտի պատրաստեմ։ Եվ եթե երթամ ու ցեզի տեղ պատրաստեմ, նորեն պիտի կամ եւ ցեզ կովս առնեմ, որբեսի ուր որ ես եմ, դուք ալհոն լակ, ուր որ ես կերտամ գիտեք ու ջամփանալ գիտեք։ Ավասիկ Հիսուս ժամատրություն գուտա, սելով այս խոսքին եւ այս մարգարեության, կատարելության 2000 տարի ավելի պիտի անցնի։ Ես կերտամ, դեղ կպատրաստեմ։ Իմ հորս դունը շատ բնակարաններ կան, շատ մասնիկներ կան, շատ դեղեր կան, մեկ դուն շատ դեղեր։ Երբ որ դեղը կպատրաստեմ, պիտի վերադառնամ եւ ցեզի իմ հետս պիտի դանեմ։ Այս է ճշմարիտ քրիստոնյա անձերի, հավատացյալներու հույսը, վստահությունը։ Թե Հիսուս պիտի երթա, դեղ պիտի պատրաստի, այս բոլորը ըրավ, ելավ, դեղ պիտի պատրաստի, բայց պիտի կա։ Երբ որ պիտի կա, ամեն մեկուն իր դեղը պիտի տա իր դանը, իր հորը դան մեջ։ Դարբեր բնակարաններ, անշուշտ ամեն մեկուն դարբեր վարձատրություններով։
մեր աշխարհի մեջ ծառայություններ որ գնենք, այդ ծառայությունները պիտի վարձատրվին եւ հորը դան բնակարաններուն մեջ տարբեր դեղեր պիտի տրվի տարբեր անձեր։ Նայեցեք այստեղ այս համարը որ մենք կգարտանք, որ գսե ես ուրեմն պիտի կամ եւ ցեզ իմ հետս պիտի դառնեմ։ Հոյակապ խոստում է։ Այս խոստումին վրա մնա սիրելի քույր եղբայր։ Եթե Հիսուս Քրիստոսը ընդուներ ես, եթե դեր Հիսուս Քրիստոս քո դերն է, քո բրգիչն է, եթե դու վստահեր ես եւ գնացանտիս իրեն, այս խոսքի վրա վստահի Հիսուս պիտի կա եւ ինձ ավելի մեծ իր հետ պիտի դանի։ Նայեցեք, երբ որ գարտանք հայտնության գիրքը, վերջին գլուխը 21, վերջին գլուխը 1-21 համար 2 եւ 3 ինչ կբադահի այստեղ։ Սուրբ քաղաքը գսե տեսա, նոր Երուսաղեմը, որ երկինքեն աստուծմե գիչներ, իր էրգանը համար զարդարված, հարսիմը բես պատրաստված, ու երկինքեն ցայմը լսեցի, որ գսեր, ահա ազո խորանը մարդոց մեջ, անիգա հոն բիդի պնագի, եւ անոնք անոր ժողովուրդը բիդի ըլլան, եւ աստված ինք անոնց հետ բիդի ըլլա, իբրև անոնց աստվածը։ Հալելույա։ Այս է որ Հիսուս կպատրաստե եւ վերջին օրը այդ բնակարանը ներս պիտնա։ Երկնքի Երուսաղեմ գսվի։ Աշուշտ խորտապատկեր է, աշուշտ այստեղ հասկանալի խորհուրդ է, երկինքեն պիտի իջնե այդ պատրաստվածը, որ աշակերտներուն, հավատացյալներուն, վերստին ծնվածներուն, Հիսուս Քրիստոսի հետևորդներուն, ծառայողներուն, սրբակորձվածներուն, անոնք որ անգեղծապար գծարայեն Տիրոջը, այդ մարդկանց դեղ պատրաստված է։ Ուրեմն եթե դու անգեղծ գծարայես Տիրոջը, եթե գծարայես այս խոսքի ավետարանի ճշմարտության, եթե գծարայես Քրիստոսի մարմինի քուր եղբայրներուն, եթե ավետարանը հավատարմությամբ կդարածես, դու դեղ ունիս, որ դերը կպատրաստե եւ վերջին օրը պիտի իջնե եւ այդ դեղը դու պիտի տեսնես։ Ուրեմն սիրելի քուր եղբայր, լրջությամբ կդարե քեզ տրված, քո առաջ տրված այդ ծրագիրը, քո գոչումը լրջությամբ կդարե։ Այո, Հիսուս պիտի կա սիրտ չխորովի դժվարություններ, խնդիրներ պիտի լան, բայց քեզ համար դեղ կպատրաստե, հոր աչքով նստած կբարե խոսե, քո դեղդ կպատրաստե, որովհետեւ երբ Երուսաղեմը իջնի երկնային, դու այդտեղ դեղ ունենաս, բայց միջև վերջ պիտի համբերես։ Այո, անոր միջև վերջ կհամբերե, միջև վերջ կհարադևե, միջև վերջ կծարայե, միջև վերջ կբայքարի Քրիստոսի համար, այդ մարդն է որ պիտի մնա հավիտյան։ Քանի որ եթե դու միջև վերջ չհամբերես, ասելով որ քեզ համար այնքան կարևոր չէ, եթե փոքր բանեն նեղվեցար եւ յետ քայլերիր, շատեր այդպես կնեն, փոքր բաներ են, խնդիրներ են, դժվարություններ են, ցերկերնին վարգարնեն, ծառայությունը կգանքնի, եղբայր քույրերու միապանությունը կգանքնի, եկեղեցական ներդրումները կգանքնեն, ավետարանչությունը կգանքնի, քիչ մսուկիր կգարտան, քիչ եւ այլն, բայց կգանքնի այդ ծառայության, այդ բանը որ դերը մեզ դրած է, այդ գոչումը որ դերը մեզ դված է։ Եվ այդ մարդիկը պիտի չտեսնեն Տիրոջը։ Գրված է Եբրայեցիս 12-ի մեջ 14 համարը, որ երբ որ սրբակորձություն չգա, Տիրոջ երեսը տեսնել չգա, բայց ան որ դեր Հիսուս Քրիստոսի գվստահի, գանցնվի, գծարայե, գբայքարի Հիսուս Քրիստոսի ավետարանի համար, այդ մարդուն համար դեղ գա։ Ուրեմն գարժե որ դու ապաշխարես, գարժե որ դու նվիրվես Տեր Հիսուս Քրիստոսի, գարժե որ դու մի քիչ հոգնես Քրիստոսի թակավորությունը առաջ տանելու համար, գարժե որ քո տեղական եկեղեցին մեջ թեգուց քեզ խնդան, ծիծաղան եւ այլն, դու ծառայես եւ նվիրվես Տիրոջը։ Այո, գարժե այս բոլոր բաներու համար ցավ կաշել, զոհություն վերցնել, որ հասնել այն ինչ նպատակին համար որ Տերը քեզ դրած է այս աշխարհի մեջ։ Հալելույա։ Թոմաս կսե դեր մենք չենք գիտեր ուր գերտաս եւ ինչպես գրնանք ջամփան գիտնալ։ Մենք գիտենք ուր գերտար Հիսուսը, սա ես հորոսկով գերտամ։ Թոմաս հիմա շատ հավատացյալներու մեջ եկեղեցին մեջ քարոզները չեն լսել ժողովուրդ։ Լրջությամբ չեն հետևիր Տիրոջը խոսքին։ Մեկ բար այստեղին կգաղեն, մեկ բան այդտեղին կգաղեն։ Հիսուսը ասաց էր ես հորոսկով գերտամ։ Ժամանակս հասավ ես հորոսկով գերտամ։ Ինքը գիտե, գսե Հիսուս, ուր ես կերտամ, դու գիտեք, ջամփանալ գիտեք։ Ուրեմն գիտեին աշակերտները ուր գերտար Հիսուս, հորոքով գերտար։ Բայց Թոմաս ինչու չգիտավ։ Քանի որ տերևս քո նման, իմ նման շատ անգամ այսպես խելքը գլուխը չէ։ Երբ որ քարոզ գլսենք, երբ որ սերդողություն գնենք, երբ որ գարտանք, չենք կենտրոնանալ։
Ես կտեսնեմ 30 տարվա փորձառությունով գրնամ ասել այսօր կարոզ ենք 30 րոպե 1 ժամ եւ մարդը բոլորովին ուրիշ բան կհասկնա։ Ինչու։ Ոչ թե քանի որ կարոզը դժվար էր, այլ քանի որ ինքը գետրոնացած չէր կարոզին, ինքը իր մտքերին մեջն էր։ Ուշադիր եղեք սիրելիներ, երբ որ դիրոջ խոսքը մի բան գսեկես գետրոնացիր վրան, ուրիշ բաներով մի սպաղվիր։ Շատեր կան տելեֆոնը ցերկերնին կարոզ կլսեն։ Շատեր կան գողքիներուն հետ խոսելով կարոզ կլսեն։ Է նորմալ է որ չհասկնաս, նորմալ է որ չտեսնես, նորմալ է որ չմփռնես կարոզին միտքը։ Հիսուսը ասավ ես կերտամ օրս քով, Թոմաս կսե չեն գիտեր ուր կերտաս։ Եվ Հիսուսի պատասխանը Հիսուսը ասավ անոր ես եմ ջամփան եւ ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորը քով չի կար, եթե ոչ ինձ մով։ Ես հորը քով կերտամ։ Հորը քով երտալ ջամփան ես եմ։ Ուրեմն երթալու ճանապարհը ես եմ։ Ուր երթալու։ Հորը քով։ Վերջի վերջո բոլորս պիտի երթանք օրը եւ պիտի գանքնենք մեզ ստեղծող Տիրոջը առաջ։ Հիսուսն է ճանապարհը, Հիսուսի միջոցով է որ մենք բրգություն կստանանք։ Հիսուսն է այն ճանապարհը։ Եվ առաջին հավատացյալները, սիրելի քույր եղբայրներ, քրիստոնյա այդպես դեռ չէին ասել, եկեղեցի եւ այլն չէին ասել։ Գիտեք ինչ կսեին։ Ճանապարհի հետևորդներ։ Ճանապարհի հետևորդներ։ 9-րդ գլխում մեջ գործ առաքելոց կտեսնենք ճանապարհի հետևորդներ։ Ճանապարհ, ճամփա, ճշմարտությունը, կյանքը։ Հիսուս ինքն տվավ կյանք Ղազարին, ինքն է Ղազարոսին, ինքն էր կյանքը։ Ինքն է ճշմարտությունը, քանի որ ինք ուներ հորը բոլոր խոսքերը եւ դեսեք իջեդո։ Ինքն է ճանապարհը, քանի որ ինք եկավ մարդկանց փրկության ճանապարհ տալու։ Բայց այս բոլորը հավիտենականության երթալու համար, հորը քով ըլլալու համար, հորը հետ ըլլալու համար։ Հալելույա։ Ուրեմն գիտենք Հիսուս ուր գերտար, հորը քով։ Մենք գիտենք ինչպես կերտանք հորը քով, Հիսուս Քրիստոսի միջոցով, բայց միակ Հիսուսի միջոցով։ Ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը։ Ոչ թե գսե ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, այլ ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը։ Հալելույա։ Հիմա որ այսօր Եվրոպայի մեջ կոնե այս խոսքերը գարձեք արդեն շատ սխալ գծնձան մարդկանց սրդերուն մեջ, գտնտան մարդկանց սրդերուն մեջ։ Քանի որ գսեն ամեն մարդ իր ճանապարհը, ամեն մարդ իր ճանապարհով հովիվ, ամեն մարդ իր ուզածին պես։ Եվ այնքան այս խոսքը գխոսվի այսօր, որ ամեն մարդ իր ճանապարհով գուզե իր հավատքը կործածել, իսլամը իր ճանապարհով, բուդդիստը իր ճանապարհով, անհավատը իր ճանապարհով, քրիստոնյան, կաթոլիկը իր ուզած ցևով, ավետարանական իր ուզած ցևով, առաքելական իր ուզած ցևով, մեկը իր ճանապարհը, երբ որ բանը գսե չէ, ես այսպես եմ։ Բայց սիրելի քույր եղբայրներ, մեկ ճանապարհ կա, մեկ ճշմարտություն կա, մեկ կյանք կա։ Եվ գիտեք, այս միտքը այսօր այնքան եկած է նույնիսկ եկեղեցիներու մեջ, հավատացյալներու մեջ, որ երբ որ մեկումը գսես սիրելի քույր եղբայր, այս կորածը չի վայելեր Հիսուս Քրիստոսի խոսքին։ Դիրոջ խոսքը այսպես մեզ չի սորվեցներ։ Եվ հավատացյալ, ճագերտյալ հավատացյալ դիմացին ինչ կսե։ Հա, բայց ես այսպես գիտեմ, ես այսպես վարժված եմ, ես այսպես կորոշեմ։ Սիրելի քույր եղբայրներ, մարդիկներ կան այսօր մորցել են, որ ճանապարհը ճշմարտությունը Քրիստոսն է եւ իր մենք պետք է ստանանք ո՞րն է ճշմարիտը, ո՞րն է իրականը, ո՞րն է ուղղությունը դվողը։ Ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Ո՞յ մեկ հորոքով չկար, բացի ինձմով, իմ ուղղությունով, իմ ճշմարտությունով, իմ խոսքով։ Եվ այսօր գիտեմ շատերը որ հավատքի մեջ եք, այս կետի վրա խնդիր ունիք։ Մենք շատ լավ գիտենք Աստծո խոսքը, բայց մենք մեր ճանապարհները երբեմն կորոշենք։ Եվ երբեմն մեր ճանապարհները երբ կհագասե Քրիստոսի ճանապարհներուն, կշարունակենք ընտրել մեր ճանապարհը։ Ես այսպես գիտեմ, ես այսպես տեսա, ես այսպես զգացի, ես այսպես որոշեցի։ Մարդիկներ կան գսեն, ես որոշեցի այլևս եկեղեցի չծառայեմ։ Ահա, մարդը որոշեց։ Դու ինչպես կնաս որոշել։ Դու որ ճանապարհն ես ընտրել, որ ճշմարտությունն ես ընտրել, քո ճշմարտությունն է այդ Քրիստոսի ճշմարտությունը չէ։ Ես այլևս եկեղեցի պիտի չգամ, բայց որ ճշմարտությունը քեզ այդ կսե։ Քո ճշմարտությունը եւ ոչ թե Տիրոջ։ Ես այս մարդուն չեմ ուզեր ներել։ Որ ճշմարտությունը քեզ գսե։ Դու գեհդեվիս քո ճշմարտությունը եւ ոչ Քրիստոսի։ Ես ընձա պիտի չդամ եկեղեցին, ես դասանորդ պիտի չդամ եկեղեցին, հա։ Որ ճշմարտությունը ավետարանի թե քո։
Կհասկնաք սիրելի եղբայրներ, այսպես ճշմարտության հետևորդներ կան, բայց իրեն ճշմարտության հետևորդներ։ Ես այս կիրագի պիտի չմասնակցեմ պաշտամունքի։ Հա, ինչու՞։ Քանի որ որոշեցի այս կիրագի ուրիշ բան անել։ Դու որոշեցիր, բայց եթե դիրոջ հարցներ դեր ինչ կասեր։ Եթե դիրոջ թարնայիր դերը ինչ կասեր։ Արդյոք դիրոջ հանցնեցիր այդ ժամը, ասելով դեր դու ինչ կսես։ Ով է քո ճշմարտությունը։ Ով է քո կյանքը, ով է քո ճանապարհը։ Լավ լսե, շատ անգամներ դու ես։ Եկեք անգերձ լանք սիրելի եղբայրներ, շատ անգամներ դու ունես քո ճանապարհը։ Եվ այս կսեմ սրդի ցավով հավատացյալներուն այսօր։ Եկեղեցի կացողներուն, ավետարան գարտացողներուն է խոսքս։ Ուր մնաց այդ մարդիկը, որտեղ ավետարանեն անչափ դեղյակ չեն։ Երբ որ մենք կգրտնենք եւ կհրճագենք եւ գսենք Հիսուսն է ճանապարհը, պետք է Հիսուսը ջամփած ըլլակու ամեն իրավիճակի մեջ, ամեն վարքյաններու մեջ։ Եթե Հիսուսի գսես ինքն է իրականությունը, ճշմարտությունը, ուրեմն քո ճշմարտությունը ինքը պետք է ըլլա։ Հարց պիտի դաս, պիտի նվիրվիս, պիտի զղջաս, պիտի կաս դիրոջ արծև եւ ասես դեր դու ինչ կսես։ Մեկը հորքով չկար բացի ինձմով։ Հիսուսի հետ լալ ինչ ասել է սիրելիներ։ Այսօր քիչ խորը բաներ գսեմ։ Հիսուսի հետ լալ ասել չէ, Հիսուսի հավատալ միայն, այլ Հիսուսի ցերկը բռնած քայլել մեր ամեն օրվա կյանքը։ Մեր ընդրությունները, մեր որոշումները, նույնիսկ մեր կորձեր, մեր աշխատանքը, մեր տրամ շահիլը եւ մեր տրամ ծախսելը, այդ բոլորը դիրոջ իշխանության տակ պետք է լա։ Մեր ծառայությունները, մեր եկեղեցի երթալ կամ չերթալը, մեր ընտանեկան կյանքը, մեր զավակներուն մեծցնելը, մեր ամուսնության կյանքը, մեր ընդրությունները ամուսնության մեջ, մեր ծնողներին հետ հարաբերությունը, մեր զավակների հետ հարաբերությունը, այս բոլորը պետք է լա Աստուծո Քրիստոսի ճշմարտության տակ։ Եթե Հիսուսի հետ ես, այս բոլորը իր իշխանության տակ պետք է լա։ Այսօր համար է որ շատ հավատացյալներ, այսօր շատ մարդիկ հերացած են եկեղեցիներեն։ Քրիստոնյա հավատացյալ եկեղեցիներեն հերացած են, քանի որ այդտեղ գտեսնեն երկ-երես։ Մարդը եկեղեցին բան մգսե, իր կյանքին մեջ ուրիշ բան է։ Մարդը եկեղեցին բան մգկարոզ է, իր կյանքի մեջ ուրիշ բան գխոսի։ Հիսուս եթե քո ճանապարհը դե 24 ժամի վրա 7 օր 7 օրի վրա պետք է լա։ Եթե Հիսուս քո ճշմարտությունը դե ամեն վարքյան 7 օր 24 ժամի վրա։ Հիմա կհասկանաք, որ շատ անագնգալներ պիտի ըլլան, երբ Հիսուս պիտի գա այս եկեղեցիներուն մեջ եւ գսե Թադաստանը պիտի ստսի իմ ժողովուրդես, ինչու, քանի որ ժողովրդի մեջն է, որ շատեր հասկացել են, լսել են այս բաները, բայց չեն կատարել։ Դուրսի մարդիկ շատերը չեն գիտեր, շատերը Հիսուսի մասին դեղյակ չեն։ Մենք պետք է երթանք ավետարանը կարոզենք, բայց պետք է ներսը հավատացյալ ըսվածները պետք է իսկապես քայլեն այս կյանքով, այս խոսքով, այս ճշմարտությամբ։ Հա, Հիսուսն է ճանապարհը, բայց որուն, քո, իմ, որուն ճանապարհը։ Եթե իմ ճանապարհն է, ուրեմն ես իմ կյանքս, իմ ճանապարհներս, իմ ջամփաս, իմ ուղիներս իր ցերքի տակ պետք է հանձնեմ։ Հալելույա։ Մեկը հորքով չկար, եթե ոչ ինձմով։ Եթե զիս ճանչնայիք, իմ հայրս ալ բիդի ճանչնայիք, եւ ասկե հետո բիդի ճանչնակ, զանիգա ու բիդի տեսնեք զանիգա։ Այո, բիդի տեսնենք զանիգա։ Հիմա այստեղ Փիլիպոս կսե դեր մեզի հայրը ցույց տուր եւ հերիք է մեզի։ Այստեղ Փիլիպոսի ասածը նույնիսկ մի քիչ բնական բան չէ։ Ով գրնար տեսնել հայրը։ Ոչ մեկը։ Մովսես չգրցավ տեսնել։ Երկինքի հրեշտակները չեն գրնար տեսնել հորը երեսը։ Հիսուս կսե դուք պիտի տեսնեք հայրը։ Գիտեք ինչու։ Նայեցեք Հիսուսի պատասխանը։ Հիսուս ասավ. այսքան ժամանակ ես ցեզի հետ եմ եւ զիս չջանցար Փիլիպոս։ Ան որ զիս տեսավ, հայրը տեսավ, եւ դու ինչպես կսես թե հայրը մեզի ցույց տուր։ Ես հավատար թե ես հորը մեջն եմ եւ հայրը իմ մեջն է։ Դեսնեք, հայրը մեկը պիտի չտեսնե, բայց մենք պիտի տեսնենք հայրը Հիսուսը տեսնելով։ Հիսուս եւ հայրը մեջ է, մեկ է, նայեցեք այստեղ մեմը եւս Հիսուս իր աստվածությունը կհրճակե։ Ես եւ հայրը մեկ ենք, ան որ ինձ տեսավ, հայրը տեսավ։ Ինչպես դու գսես հայրը մեզի ցույց տուր։ Նախ հայրը չես կրնար տեսնել, բայց ինձ տեսար, ինձ տեսնելով դու հայրը տեսար, դու հայրը հասկացար, հորը սիրտը դու տեսար, հորը էությունը դու հասկացար, հորը ուղությունը դու հասկացար։ Հորը կովկալու համար ես եմ միակ, ինչ տեսնողը հայրը կտեսնե, ինչ ջանցողը հայրը կջանչնա,
Ինձ հետևողը հորը կհետևի։ Այս խոսքերը, որ ես ցեզի կխոսիմ, ոչ թե ինքներ մեզ կխոսիմ, հաբա հայրը, որ իմ մեջս բնակած է, անիգա կգործի այս գործերը։ Հալելույա։ Այսեք նորեն հայրը իմ մեջ, ես հորը մեջ, ինչ որ կխոսիմ, հորը խոսնե, ինչ որ կգործեմ, հորը գործնե։ Միապանություն, Հիսուսը գետրոնը, Հիսուսը նպատակը, նորեն գսեմ սիրել հավատացյալ ժողովուրդ, ոչ թե գիրագի, այլ ամեն վարյան, ամեն կործի մեջ, ամեն դեղ Հիսուսն է միակ ճամփան ճշմարտությունը կյանքը, քանի որ Հիսուսով մենք հավիտական կյանքի մեջ կաբրենք, Հիսուսով մենք կսպասենք երբնային հավիտական կյանքը, Հիսուսն է, որ մեզ կսորվեցնե այն անհասկանալի խոսքերը, որ երկնքի մեջ խոսվեցավ, հորը բերնեն ելավ, բայց Հիսուսի միջոցով հասավ մինչև մեզ։ Հայրը իմ մեջս է։ Աբա թե ոչ կոնե կործերուս համար ինձ հավատացեք։ Ճշմարիտ կսեմ ցեզի, թե ան որ ինձ կհավատա, այն կործերը, որոնք ես կկործեմ, ինքնալ պիտի կործե եւ անոնցմե ավելի մեծ կործերը պիտի կործե։ Ահա վասիկ Հիսուս գշարունակե իր խոսքը քիչ ավելի խորը դանելով։ Ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը։ Ամոր ինձ գուկա հորը կմոտենա։ Ամոր ինձ կտեսնե, հայրը կտեսնե, ամոր իմ խոսքս կլսե, հորը խոսքը կհասկնա, եւ ամոր ինձ կհավատա, եւ ինձ կհետևի, այն իմ կործերս պիտի կատարի։ Ես եմ ճամփան, իմ կործերս։ Ես եմ ճշմարտությունը, իմ կործերս։ Ես եմ կյանքը, իմ կործերս։ Հիսուսի կործերը ինչ են, եթե ոչ հավնական կյանքը քարոզելը։ Հիսուսի կործերը ինչ են, եթե ոչ ճշմարիտ ապրիլը այս աշխարհի մեջ։ Հիսուսի կործերը ինչ են, եթե ոչ հավնական ճանապարհ, սուրբ ճանապարհի մեջ մտնելը։ Սուրբ ճանապարհ, արդար կործեր եւ հավնական կյանքի քարոզչություն։ Այս է որ այսօր աշակերտը Հիսուս Քրիստոսի հետևորդը այս երեք բաներու մեջ պետք է լա։ Երեք բաներու մեջ։ Սրբության ճանապարհ, Սուրբ ոգիով, ամեն օր ավելի սրբանալ։ Երկրորդ, արդարության մեջ ապրիլ, ես եմ ճշմարտություն, ճշմարիտ խոսք, ճշմարիտ կյանք, երեսպաշտություն չկա, երկու երեսանցություն չկա, խաբեություն չկա, ճշմարիտ ապրիլ այս աշխարհի մեջ։ Իսկ երրորդ, կյանքը, հավնական կյանքի մասին ապրիլ, քարոզել եւ փոխանցել։ Այս աշակերտը քարոզել, ապրիլ, սրբանալ, կամ սրբանալ, ապրիլ եւ քարոզել։ Սրբանալ ամեն օր, ապրիլ արդարությունը, ճշմարտությունը եւ քարոզել հավնական կյանքը։ Ան որ գսե ինձ կհավատա, այս կործերը պիտի եւ ավելի մեծ կործեր պիտի անե։ Ինչպես կլա Հիսուսեն ավելի մեծ կործեր անել, սիրելիներ։ Կարելի է միթե։ Այո։ Գիտեք ինչ առումով։ Հիսուս պատասխանում գուտա։ Քանի որ գսե վասնզի ես հորս կով գերտամ։ Քանի որ ես երգիկ կելեմ, դուք ավելի մեծ կործեր պիտի։ Եվ հիմա Հիսուս արդեն այս համարներեն հետո գսկսի բացադրել հոգեկալստյան օրը։ Գսկսի բացադրել Սուրբ ոգիով ապրելու միջոցը։ Գսկսի բացադրել, որ երբ որ ես ելեմ երկինք, հորս կով երթամ, ցեզ պիտի ուղարկեմ Սուրբ ոգին, մա պիտի սեքի չեդո, եւ դուք Սուրբ ոգիով ավելի մեծ կործեր պիտեք։ Այդ առումով որ ես միան Բաղեստինի մեջ ծառայեցի, դուք աշխարհի ծայրերը պիտերթակ։ Դուք աշխարհի ծայրերը պիտերթակ, ոչ թե մեծ կորձ, ըսել է մեծ հրաշքներ, այլ մեծ կորձ աշխարհահռչակ կորձեր, ավելի ծայրամասները պիտի երթակ։ Դուք ծեր ծառայության սահմանները պիտի ընդլայնեք։ Այս միտքը ուներ Հիսուս, երբ կսե ավելի մեծ կորձ պիտի անեք։ Հալելույա, հալելույա։ Եվ երբ պիտի սկսիկ, երբ որ ես հորսկով երթամ։ Երբ պիտի երթամ հորսկով, մենք գիտենք, պիտի խաչվեր, հարություն պիտի դառներ, 40 օրը պիտի համբարնար եւ հետո Սուրբ ոգին պիտի ուղարկեր։ Կհասկանաք սիրելիներ, այս բոլոր բաները Հիսուս արդեն կպատրաստե այստեղ։ Վասնզի ես հորսկով երթամ։ Եվ երբ որ ես հորսկով երթամ, ինչ կս այստեղ։ Իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի կատարեմ ցանիկա, որբեսի հայրս որդիովը փառավորվի։ Դուք կհիշեք Հիսուս ինչ ասավ աշակերտներուն, մենք սերդեցինք Գործ Առաքելոց գիրքը, առաջին գլուխ 4-րդ համար։ Ասավ գացեք Երուսաղեմ, սպասեցեք, որ վերին ուժով
Վերին զորությամբ լեցվեք Սուրբ ոգիով։ Ինչ գաղութեին աշակերտները 10 օր, որ այդ Սուրբ ոգի խոստումը կատարվեր իրենց։ Եվ այս Հիսուս ինչ կսե, երբ ես ելեմ երկինք, իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի դրվի։ Ինչ խնդրեցին, Սուրբ ոգին խնդրեցին, եւ դրվեցավ Սուրբ ոգին։ Երբ որ մենք Սուրբ ոգին կխնդրենք, կդրվի Սուրբ ոգին։ Ինչու՞, քանի որ Սուրբ ոգին մեզ անհրաժեշտ է ապրելու համար ճշմարտությունը, կյանքը եւ ճամփան։ Ուղիղ ճանապարհ քայլելու համար, ճշմարիտ ապրելու համար եւ ճշմարիտ եւ արդար ապրելու համար եւ ավետարանչություն ունենալու համար դու պետք ունիս Սուրբ ոգին։ Եվ եթե դու այս խնդրես, անպայման պիտի դրվի։ Շատեր այսօր գաղութեն Սուրբ ոգիով մեզ լեցուր, Սուրբ ոգիի բարգևներ դու, Սուրբ ոգիով հրաշքներ թողնան, մարգարեություններ թողնան։ Իմ հարցս հետևյալն է. ինչու գաղութես այդպես։ Ինչ է նպատակդ։ Եթե նպատակդ արդար ապրիլ, հավիտենական կյանքը քարոզել եւ սուրբ կյանք ապրիլ, այո, Սուրբ ոգիով գլեցվիս։ Բայց եթե քո նպատակը բարձրապես բարգևներ ցույց տալ մարդկանց, բարձրապես մի քանի բաներ անել, որ մարդիկ տեսնեն, որ դու Սուրբ ոգիով լեցված ես, վստահ եղիր, որ Աստված չդար քեզ Սուրբ ոգին։ Աստված գդա Սուրբ ոգին այդ մարդկանց, որ գխնդրեն նպատակին համար, այդ նպատակին համար, որ Հիսուս ինք եկավ, այդ նպատակին համար, որ Հիսուս ինք Սուրբ ոգին ուղարկեց, եւ հիմա պիտի գարտանք, այդ նպատակին համար, որ Հիսուս ինք մեզ պատրաստեց, որ մենք իր վկաները լանք այս աշխարհի մեջ։ Հալելույա։ Եթե իմ անունով բան խնդրեք, զանիկա պիտի կատարեմ։ Եթե զիս կսիրեք, իմ պատվիրանքներս բահեցեք։ Նայեցեք, սեր եւ բահել պատվիրանքները նույն համարին մեջն են։ Որ պատվիրանքները։ Այդ պատվիրանքը, որ աշակերտը դիրոջ կորձերը պիտի կատարի։ Նորեն կգրտնեմ, ինչեր դիրոջ կորձերը, սրբությունը կարոզել սրբության մեջ ապրիլ, արդարության մեջ ապրիլ, ճշմարտության մեջ ապրիլ եւ կյանքի մեջ ապրիլ եւ կյանքը փոխանցել, հավիտենական կյանքի մեջ ապրիլ եւ հավիտենական կյանքը փոխանցել, ավետարանել։ Այս է դիրոջ կորձը։ Ուրեմն հնազանդեցեք, եթե ինձ կսիրեք, սրա մեջ պիտի մնաք։ Եվ այսօր շատ մեծ ցավով սիրելի քույր եղբայրներ գրնամ ասել, որ եկեղեցիներուն մեծամասնությունը, հավատացյալներուն մեծամասնությունը այս խոսքին մեջ չեն։ Այս խոսքին մեջ չեն։ Ես կրնամ ասել 1% դերևս հավատացյալներ կան, որ ճշմարիտ աշակերտներ են մեր ամբողջ հայ ազգին մեջ։ Ամբողջ հայ ազգի վերստին ծնված հավատացյալները, չեմ ասել անունով հավատացյալներ, վերստին ծնված հավատացյալները 1%-ն են միան, որ այս ավետարանչության, սրբակորձության, արդարության ջամփին մեջ կքայլեն, կբայքարին եւ այդ կորձի համար ուրիշ բաներ մեկ կողմ գտնեն այդ կորձը կատարելու համար։ Ասեմ ցեզ դուք ցեզ քննեցեք, արդյոք այդպես եք։ Եվ վստահ եմ, որ այս մեզ հետևորդներու մեջնալ շատեր այդպես չեն։ Քարոզ գլսեն, գսիրեն Հիսուսը, եկեղեցի գերտան, ուրախ են, կկարտան Սուրբ Գիրքը, բայց այս ուղղություն, այդ աշակերտության չանքը, աշակերտ լինելու, աշակերտ անելու, ավետարան բերելու, մարդկանց բրգելու, մարդկանց հետևելու, արդար ապրելու, ճշմարիտ ապրելու չանքի մեջ չեն, ժամանակ չունին։ Սպաղեն կորձով, սպաղեն ամուսինով, սպաղեն գինով, սպաղեն զավակներով, ժամանակ չունին, հովիվ գահասկնա, ժամանակ չկա։ Եթե ժամանակ չկա, ասել է դու այնքան չես սիրել Հիսուսի, քանի որ Հիսուս կսե, եթե ինձ կսիրեք, իմ պատվիրանքներս կբահեք։ Շատ բարձ, այս խոսքերը անշուշտ նաև քիչ հետո ալբիդի գարտանք միշտ գլուխներուն մեջ տալ նույնն է։ Կհասկնաք Հիսուս ինչպես սիրելի քույր եղբայրներ կփնտրե ճանապարհ, ճշմարիտ, կյանք, հորը կողքացող մարդիկ, որոնք այս ուղղությամբ կքայլեն։ Օրհնյալը լա մեր Տերը, հալելույա։ Համար 16, սիրելի քույր եղբայրներ, ինչ որ գսենք, ինչ որ գսերտենք, նայեցեք կգարտանք բարձրապես, կգարտանք։ Նեվանում կզարմանամ ես այսօր, որ 15 տեսակ միլիոն քարոզներ կան, բայց շատ քիչ քարոզներ, շատ քիչ որ բարձ գընթերցենք Տիրոջ խոսքը, բարձ գընթերցենք ժողովուրդ, բավարար է մեզի Տիրոջ խոսքը ընթերցել եւ ամեն խոսքին վրա գանկնիլ եւ փորձել հասկանալ այդ խոսքի ուղղությունը, այս է մեր ծառայությունը, այս ճշմարտության խոսքի այս ծառայությունը, որ հիմա մենք կնենք։ Որովհետեւ նաև դու սորվիս այսպես կարդալ Տիրոջ խոսքը։ Եթե մենք կսենք Տիրոջ խոսքը մեզ բավարար է, եթե մենք կսենք մենք կհավատանք Աստվածաշնչին, Աստվածաշնչյան բոլոր խոսքերուն, ուրեմն բոլոր խոսքերը լրջությամբ պիտի նայենք։
ինչ որ մենք կնենք, արդեն եղավ 2 տարի, որ այս ծառայությունները գնենք կրնակերտալ YouTube-ի մեջ եւ գտեսնենք մեր ամբողջ այս սերդողությունները, նոր գդագարային դարբեր քիրքերը արդեն հրել ենք եւ այսօր Հովաննեսին հասել ենք։ Կասեք, սեդեցեք, նայեցեք, փոխեցեք, փնդրեցեք, սորվեցեք, սերդեցեք, աշակերտ եղեք Տիրոջ խոսքին։ Հալելույա։ Համար 16։ Ես ալգսե հորը պիտի աղաչեմ, որ ուրիշ մխիթարիչ մտա, որբեսի հավիդյան ցեզի հետ բնագի ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի գրնար ընդունել, վասնզի չի դեսներ զանիգա ու չի ճանչնար զանիգա, բայց դուք կճանչնաք զանիգա, վասնզի ցերկով կբնագի, ցեր մեջ պիտի ըլլա։ Ավասիկ Հիսուս գսե այստեղ թե ինչ պիտի ըլլա։ Սուրբ հոգին պիտի կա, մխիթարիչ։ Ուրեմն այստեղ պարակլետոս բառն է, պարակլետոս։ Պարակլետոսը այստեղ ոչ թե միայն մխիթարիչ բառն է, այլ նաև պաշտպան, օգնող, մխիթարիչ, օգնող ինչու, որբեսի, լավ լսեցեք։ Հիսուս կներկայացնե Սուրբ Հոգին իբր օգնական, որբեսի իրեն հետևորդը կարողանա Սուրբ Հոգիի զորությամբ եւ օգնությամբ գադարե իր կորձը։ Զարմանալի է ժողովուրդ։ Հավատացյալները այսօր այդտեղ չեն։ Սուրբ Հոգին Հիսուս գղրգե հավատացյալներուն մեջ, որբեսի իրենք իբր օգնական, անունը պարակլետոս բառ արդեն օգնական է։ Եթե ինչ կուզես օգնել եւ գսես Սարգիս եղբայր գամ քեզի օգնելու, իմ առաջին հարցումս պիտի ըլլա, եղբայրս ինչ բանի համար պիտի օգնես ինձ, ինչու կուզես օգնել։ Դունը շնելու, մեքենա շնելու, գոշիգս հագցնելու, ինչ ընելու դու կաս ինձ օգնելու։ Գանց կդակի որ մարդիկ կսեն դեր ինձ Սուրբ Հոգին դուր։ Դերը կսե օքեյ դամ, բայց ինչի համար։ Քանի որ Սուրբ Հոգին օգնական է քեզի, ոչ թե որ դու միան Սուրբ կյանք ապրիս, օգնական է քեզի, որ դու արդար կյանք ապրիս մարդկանց հետ։ Օգնական է քեզի, որ դու ավետարանչություն ունես։ Ուրեմն Սուրբ Հոգին մենք չենք կրնար կործարել մեկ բաժին առնելով Սուրբ Հոգի արի իմ սիրտս մաքրի սրբի լավ մարդը լամ որբեսի բարգևներով լեզուներ խոսի մարգարեություն ունեմ հրաշքներ ունեմ։ Սուրբ Հոգի միան անոր համար չէ, այդ ալ գա, բայց անոր համար չէ։ Օգնական է որ դու ճամփա, ճշմարտություն եւ կյանք ապրիս։ Ուրեմն Հիսուս ինքը գսե մխիթարիչ օգնականը պարակլետոսը պիտի ուղարկեմ ցեզի, որ հավիդյան ծեր հետ պիտի բնագի։ Հավիդյան ծեր հետ պիտի բնագի։ Ասեմ ցեզ սիրելիներ, որ նույնիսկ հավիդենականության մեջ մենք Սուրբ Հոգիով պիտի մնանք կյանքուն մեր հավինական կյանքի մեջ։ Սուրբ Հոգին մեր մեջից երբեք պիտի չերթա։ Քանի որ մենք միշտ պետք պիտի ունենանք Սուրբ Հոգին հավինական բաներ հասկանալու։ Մենք պիտի մնանք միշտ մարդ, հավիդյանս հավիդենից, մարդկային սահմանապակ վիճակով, եւ ինչ որ պիտի հայտնվի մեզի Սուրբ Հոգիով պիտի հայտնվի հավիդյանս հավիդենից։ Միշտ ծեր հետ պիտի բնագի, ցեզի հետ պիտի բնագի գսե ճշմարտության հոգին։ Չէ որ Հիսուս ճշմարտություն էր նաեւ, ես եմ կյանքը ճշմարտությունը եւ ճանապարհը ճշմարտության հոգին։ Ճշմարտությունը պիտի սորվեցնե քեզ, արդարը լալ պիտի սորվեցնե քեզ, քեզի պիտի հանդիմանեցելով այս միտքը քեզանից էր, այս միտքը Աստծուց մեջ է, այս արարքը թուն որոշեցիր, Աստված չորոշեց, այս բանը որ դու հիմա գմդածես, քո մտածածը դե, ես ճշմարտության հոգին եմ գսե դերը, ես ճշմարիտ բաներ պիտի սորվեցնեմ քեզ, եթե գուզես լեցվիլ ինձմով, ուրեմն պետք է ուզենաս ճշմարիտով լեցվիլ եւ պիտի ուզենաս նաեւ հանդիմանություն ստանալ, որբեսի փոխես քո կյանքդ, որբեսի զղջաս քո ըրածներուդ վրա։ Սուրբ Հոգին պիտի օգնե քեզ, որ դու ճշմարիտ կյանք ապրես, բայց եթե դու ագան չփագես, եթե դու փափակները շարունակվին եւ չփոխես քո ընթացքը, քիծած եղի որ Սուրբ Գիրքը մեզ գսե դու Սուրբ Հոգին գնեղացնես, դու Սուրբ Հոգին գդխրեցնես եւ այդեն մեծ խնդիր է այդ եւ մեծ խնդիր է այդ։ Սրա համար ես կսեմ որ անոնք որ իրական վերստին ծնված են միշտ Սուրբ Հոգին դեղ գտան, միշտ Սուրբ Հոգիով գշտկվեն, միշտ հանդիմանությունը գտնունեն, միշտ կսիրեն արդար ապրիլ, միշտ կսիրեն ավետարանչություն ունել, միշտ կսիրեն Սուրբ ապրիլ, միշտ կսիրեն եկեղեցի մեջ միապանության մեջ ապրիլ, եթե վերստին ծնված են այստեղ են գերևնա, այստեղից գերևնա, հալելույա։ Աշխարհը չճանչնար, նորմալ է որ պիտի ճանչնա աշխարհը։ Ինչու՞, քանի որ միան վերստին ծնվածները Սուրբ Հոգին կճանչնան, աշխարհը չճանչնար Սուրբ Հոգին։
Ան որ վերստին գծդվի այդ մարդը կճանչնա Սուրբ Օքին, կհասկնա Սուրբ Օքիի ցայնը, կհասկնա լսել, կհասկնա փոփոխություններ տեսնել։ Եվ դուք պիտի ճանչնաք զանիգա։ Այո, այս շաբթարի հավատքի մեջ ենք եւ ամեն օր ավելին կճանչնանք, ավելին կսորվենք, ավելին որչափ իրեն դեղդաս անչափ քեզ կսորվեցնե ճշմարտությունը, կյանքը, հոգևոր կյանքը, սրբությունը, հարաբերությունները, այս աշխարհի մեջ շիտակ ապրիլը, հավիտենականը պատրաստելը, հոգիներով սպաղվելը, եկեղեցական կյանքը հարաճ տանելը, այսպես պիտի խոսի քեզի, բայց անշուշտ պիտի լսես իր ցայնը։ Հալելույա։ Հալելույա։ Ես ցեզ որբ չեմ թողուր։ Հալելույա, Հիսուս կսե։ Գուկամ ցեզի։ Քիչ մադենալ աշխարհը զիս պիտի չտեսնե, բայց դուք պիտի տեսնեք, վասնզի գենտանի եմ եւ դուք գենտանի պիտի ըլլաք։ Այն օրը պիտի գիտնաք, որ ես իմ հորս մեջ եմ եւ դուք իմ մեջս, ես ալ ցեր մեջը։ Ուրեմն քիչ մադենե աշխարհը պիտի տեսներ, քանի որ Հիսուս պիտի մեռներ, հարություն պիտի առներ եւ Հիսուս պիտի հայտնվեր միան աշակերտներուն։ Ուրեմն քիչ մատեն աշակերտները պիտի տեսնեին Հիսուս, ինչպես աշխարհը պիտի տեսներ Հիսուսին։ Բայց հետո աշակերտները պիտի տեսնեին Հիսուս։ Պիտի տեսնեին Հիսուս նախ այդ 40 օրվա մեջ, մինչև իր համբարնալը տեսան, բայց նաև մինչև այսօր վերստին ծնված հավատացյալը կտեսնի Հիսուսը հոգի աչքերով։ Հոգի աչքերով կճանչնա Հիսուսը։ Հոգի անշներով գնվիրվի Հիսուսի, գլսե իր ցայնը, գսիրե Հիսուսը, գահանցնվի Հիսուսի, այո, գճանչնա եւ գտեսնե Հիսուսը հոգի աչքերով։ Մինչև այն օրը, այստեղ գրված է, մինչև այն օրը, որ դուք գիտնաք, որ ես հորը մեջ եմ եւ հայրը իմ մեջս։ Պիտի տեսնենք վերջին օրը այդ միապանությունը հորը եւ որդուն։ Հիմա չենք կրնար Երևակայել, բայց վերջին օրը պիտի Երևակայել, պիտի տեսնենք ներողություն եւ պիտի հասկանանք, ինչ գեղեցիկ խոսք է։ Ես կենտանի եմ, դու գալ կենտանի պիտի ըլլաք։ Օ, հալելույա։ Ինչս ինքիչ առաջ Հիսուս կյանք, չէ՞։ Ես եմ կյանքը, ճշմարտությունը եւ ճանապարհը։ Կյանք, այսինքն այստեղ կյանքի մասին հիմա կխոսի։ Կյանք, ալավելի կյանք, հոգևոր կյանք, հավնական կյանք, Սուրբ Օքիի կյանք, երկնային կյանք, ես կենտանի եմ, դու գալ պիտի ըլլաք, ինչպես որ ես եմ հորը աջ կողմը, դու գալ այդպես պիտի ապրիք այստեղ, երկնային ճշմարիտ կյանքով։ Դեսնեք սիրելիներ, Հիսուս ինչեր գսե եւ մենք ուր գաբրինք։ Եվ մենք ինչ երեխայական բաներով կսպառվենք։ Եվ մենք ինչ դգար բաներով կսպառվենք։ Եվ նույնիսկ չենք հավատար, որ այս խոսքերը մեր համար են։ Չենք տեսներ այս խոսքը, չենք ըմբռներ այս խոսքի զորությունը, թե մենք ինչ իսկապես, եթե Հիսուս Քրիստոսի հետ ենք, մենք ինչ փախտավորներ ենք։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Դուք իմ մեջս, ես ալ ցեր մեջը։ Դուք իմ մեջս, ես ալ ցեր մեջը։ Այս բոլորը պիտի լար, երբ Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Օքին պիտի գար։ Ուրեմն Հիսուս այստեղ Սուրբ Օքի կալստեն վերջ կխոսի, թե ինչ էր Սուրբ Օքի նպատակը, ինչպես ասի իբր օգնականներ, Սուրբ Օքին միացնող է մեզ Հիսուսի հետ, Հիսուս ինք միացած է հորը հետ, մենք ալ կմիանանք Հիսուսի հետ։ Կհասկանաք սիրելի քույր եղբայրներ, ինչ հոյակապ բաներ կբադահի, երբ Սուրբ Օքին կգա մի անձնավորության մեջ։ Համար 21 Անոր իմ բադվիրանքներս կփռնե ու գբահե անիգա է զիս սիրողը եւ ան որ զիս կսիրե իմ հորմես պիտի սիրվի ու ես զանիգա պիտի սիրեմ եւ ինք զինքս անոր պիտի հայտնեմ։ Ահավասիկ ինչ կբադայի, երբ որ մեկը բադվիրանքը կփռնե, Հիսուսը կսիրե, Հիսուս հորը հետ միասին Սուրբ Օքիով գուկան մեր մեջ եւ դերը կսկսի հայտնել մեզ, այս է հոգեվոր սրբակորձությունը։ Հայտնել կյանքը, հայտնել ճշմարիտը, հայտնել ուղին, ուղությունը, հայտնել արդարությունը, սրբությունը, ամեն օր ավելի հայտնություն Տիրոջ մե, բայց ինչ պիտի հայտնե։ Ինչ պիտի հայտնե։ Շատեր կսեն թող դեր մեզ հայտնություն դա, ինչ հայտնություն։ Այստեղ կսե ինք զինքս պիտի հայտնե։ Սիրելի քույր եղբայրներ, չեմ գիտեր ինչ քարոզներ կլսեք, ինչ տեսակի քարոզիչներ կհետևիք, բայց կրնամ ասել մեծամասնությունը այսօր մեզ կխոստանան քարոզներու մեջ հոգևոր այսպես հայտնություններ, հոգևոր խորություններ, հոգևոր զգացումներ, հրաշքներ, մարգարեություններ։ Սիրելի քույր եղբայրներ, մենք ոչ մեկ բանի պետք չունենք,
մեկ բան է պետք ունենք։ Հիսուսը ճանչնալ ամեն օր ավելին։ Եթե գլսես քարոզ, որ քեզ գսե Հիսուսը ճանչնանք, հետևեցեք։ Հիսուսը ճանչնալն է նպատակը եւ ոչ միջոցները։ Հրաշքները միջոցներ են, հայտնությունները միջոցներ են, մարգարեությունները միջոցներ են, նպատակ չեն, բայց Հիսուսը ճանչնալը մեր նպատակն է։ Եվ Սուրբ Հոգին օգնական է մեզի, որովհետեւ մենք այդ օգնությունը առնենք Սուրբ Հոգիով, ճանչնալու դեր Հիսուս Քրիստոսը։ Ինք զինք պիտի հայտնե մեզ։ Մենք ընելիք բան չունենք բացի սիրելու Հիսուսը եւ հնազանդելու եւ իր կորձերը կատարելու ճշմարտություն, ճանապարհ եւ կյանք։ Հալելույա։ Ինչ որ գսեի քիչ առաջ։ Եվ Հութա ոչ Իսկարիոտացի ըսավ. դեր ինչպես կլա որ դու ինձ ինքդ մեզի պիտի հայտնես եւ ոչ թե աշխարհիս։ Նույն հարցումը։ Հիսուս պատասխան տվավ. եթե մեկը զիս սիրե, իմ խոսքս պիտի բահե, ու իմ հայրս զանիգա պիտի սիրե եւ անոր պիտի կանք եւ անոր կողմ օտևան պիտի ունենք։ Ահա։ Ինչպես պիտի հայտնես դու քեզ մեզ։ Շատ բարձ։ Սիրե իմ խոսքս, հնազանդիր իմ խոսքիս եւ թույլ մնացածը մենք կնենք։ Մենք կուքանք եւ մենք քեզ կհայտնենք ինչ որ պետք է։ Դու գլուխդ մի օգնեցներ։ Դու միայն իմ խոսքս հնազանդի, սիրե ինձ, հայտնվիր ինձ, հանձնվիր ինձ, մնացածը իմ կորձն է։ Ինչու է շատ հավատացյալներ այդ բանը չեն տեսներ, դիրոջ զորությունը չեն տեսներ, դիրոջ օրդությունը չեն տեսներ, քանի որ ոչ կսիրեն Հիսուսին, ոչ ալ կհնազանդին իր խոսքին։ Ինչպես քիչ առաջ ասի, ինքը իր ճշմարտությունով գքայլե, ինքը իր ծրագիրներով գքայլե մարդը, իր ուզածները գնե, եւ հետո կուզե որ դերը իրեն հայտնե իր անձը։ Չի գրնարնալ։ Ես քեզ գարաչարգեմ որ լսես գիրագի օրվա իմ քարոզը որ դրել եմ YouTube-ի վրա։ Կարոզ մնե որ բիդի խանգարե, մանավանդ եկեղեցի կացող մարդկանց, մանավանդ հավատացյալ ըսած մարդկանց, խանգարիչ կարոզ է։ Մինչև այնադեն որ մենք դեր Հիսուսը մեր առաջին դեղը չտնենք, մեր օրվա ընթացքին մեջ, եկեղեցական կյանքի մեջ, միապանության ուղղությունների մեջ, եթե Քրիստոսի խոսքը, եկեղեցին, ծառայությունը Քրիստոսի առաջ չտնենք, մենք Քրիստոսեն ոչ մեկ հայտնություն չենք ստանալ։ Բացահայտ կսեմ քեզ, չեմ ուզեր խապել քեզ։ Չեմ ուզեր խապել, չեմ ուզեր ասել, որ դու հետևիս ինձ կամ իմ ըսածներուս։ Գարտա եւ դես։ Գուզեք որ գսայստե, գուզեք հայտնվիմ ես ցեզ։ Մեկադար գարտամ։ Մեկը զիս կսիրե, իմ խոսքս պիտի բահե։ Եթե իմ խոսքս պիտի բահե, ինչ պիտի լա։ Հայրը պիտի սիրե զանիգա, եւ մենք պիտի կանգ իր մեջ օթևան պիտի դնենք։ Նույն բանը ասավ քիչ հետո։ Ան որ իմ բադվիրանքներս կբռնե եւ կբահե զանոնք, անիգա ես իր սիրողը եւ ան որ զիս կսիրե հորմեն պիտի սիրվի։ Եվ զանիգա ես պիտի սիրեմ եւ ինձ ինքս պիտի հայտնեմ։ Անշուշտ Սուրբ Հոգիով։ Երկու համար յետևի քրեթե նույն բանը գսե։ Գուզեք որ հայտնվիմ ես ցեզ։ Գուզեք իմ կորձերս կատարել։ Գուզեք որ ես դառնամ ձեր առաջինը։ Ուրեմն դուք իմ ճանապարհից մեջ, իմ սրբության մեջ, իմ կյանքին մեջ պիտի լեցվիք, պիտի նվիրվիք եւ պիտի սիրեք իմ խոսքս ամեն բանի ավելի եւ մենք պիտի կանք եւ մենք օթևան պիտի անենք եւ այնանին պիտի հայտնեմ ես ինձ քեզ։ Անոր զիս չի սիրեր իմ խոսքերս չի բահեր այն խոսքը որ գլսեք իմս չէ հաբա հորս որ զիս խրգեց այս բաները ցեզի խորիցա քանի որ ցեր կովնեմ բայց մխիտարիչը Սուրբ Հոգին որ հայրս իմ անունովս պիտի խրգեզանիգա պիտի կա ցեզի բոլորը պիտի սորվեցնե ինչ որ ցեզի ըսի ես մտքերնիդ պիտի բերե Հիսուս հոր խոսքը խոսեցավ մեզի ինչ որ հայրը գսե ինչ որ հայրը ըսավ ինչ որ հայրը հայտնեց այդ բանը կփոխանցե Հիսուս մարդկանց իսկ Սուրբ Հոգին պիտի փոխանցե ինձ ինչ որ Հիսուս ինձ ասեց ուրեմն Սուրբ Հոգին մեզ պիտի սորվեցնե Հիսուսի խոսքերը այս բաները գսեմ ցեզ գսեք այո Սուրբ Հոգին պիտի կա եւ ինձ իմ անունովս պիտի կա եւ պիտի սորվեցնե ցեզի ուրեմն Սուրբ Հոգին ոչ թե միայն օգնական է այլ սորվեցնող է պիտի օգնե մեզի որ սորվինք Բիդի օգնե մեզի որ Քրիստոսի կորձերը գադարենք, բիդի օգնե մեզի որ Քրիստոսի մտքերը մշակենք, բիդի օգնե մեզի որ արդարությամբ ապրենք, ճշմարտությամբ ապրենք այս աշխարհին մեջ, մարդկանց հետ, եկեղեցին մեջ, բիդի օգնե մեզի որպես մենք սորվինք սուրբ կյանք ապրենք,
պիտի օգնե մեզի, որպեսզի մենք սորվենք ավետարանչություն ունել, կյանքը փոխանցել, հավիտենական կյանքի մասին խոսիլ եւ հավիտենական կյանքը փոխանցել։ Այս Սուրբ Օքին պիտի անե մեզի։ Հալելույա։ Եվ Հիսուսի հաջորդ խոսքը նայեցեք։ Խաղաղություն կուտամ ցեզի, իմ խաղաղությունս կուտամ, ոչ թե ինչպես աշխարհս կուտա, ես ցեզի կուտամ, սրտերից չխռովի եւ չվախնակ։ Գիտեք ինչու։ Քանի որ մի քանի ժամ հետո պիտի դարաբին աշակերտները, պիտի խանգարվին, պիտի խռովին, պիտի վախնան։ Հիսուս կսե խաղաղություն։ Պիտի անցնին այդ օրերը։ Առաջին հավատացյալները շատ ունեցան հալածանքներ, ցավեր։ Այսօր դարբեր քաղաքների մեջ, երկրների մեջ ինչ հալածանքներ կան ճշմարիտ քրիստոնյաներուն։ Եվ Պողոս ուրիշ բան գսե Տիմոթեոսին, գսե ան որ գուզե արդարությամբ ապրիլ, թող պատրաստ լա հալածանքի եւ ցավի։ Եթե մենք ուզենք իրական ճշմարիտ Քրիստոսագետրոն ապրիլ, մենք իրական նեղություններ պիտի ունենանք մեր ընտանիքներեն սկսյալ, մեր ընկերներեն սկսյալ, մեր գործերեն սկսյալ, քանի անգամ պիտի լրացնեն մեզ, քանի անգամ պիտի ձաղրեն մեզ, պիտի հալածեն մեզ, պիտի սկսի դժվարությունները, բայց սիրտը թող չի խռովի, խաղաղություն կդամ քեզ։ Եթե Հիսուսի գործերը կուզես անել, դու հանգիստ պիտի չլաս։ Քո խաղաղությունը Տիրոջ մե պիտի կա եւ ոչ մարդոց մե։ Անոր համար է սիրելի քույր եղբայրներ, շատ հավատացյալներ այսօր չագերդյալ ոչ մեկեն չեն ուզեր նեղանալ, ամուսինը չնեղացնե իրեն, զավակները չնեղացնե իրեն, կորձի դեղը չնեղացնե իրեն, ուզեն կոմֆորտ, հանգիստ քրիստոնեական կյանք վարել, չի ստացվելու, այդպես չէ, կոմֆորտ, հանգիստ քրիստոնեական կյանք չգա, դու կգարձես որ քրիստոնյա ես, նույնիսկ մգրդված ես, եկեղեցի գերդած դու կգարձես որ հավատացյալ ես, բայց կոմֆորտ, հանգիստ քրիստոնեական կյանք չգա, ան որ գուզե արդարությամբ ապրիլ, Հիսուս Քրիստոսի հայտնության յետևեն գվազե, այն մարդը նեղություն պիտունա, սիրտը թղճի խռովի, ըսավ Հիսուս առաջին համարը, հիմա նաև գսե 27-րդ համարը, Հիսուսի հետևորդը ցավ եւ դարաբանք պիտունա, բայց մի խռովիր, Հիսուս դեղ կպատրաստե մեզ համար, հարադեվե, շարունակե, խաղաղություն քեզի, Հիսուս գործերը գադարե, մի կանգնանես, դու մեծ գործեր պիտենես, դու ավետարանը պիտի քարոզես, դու սուրբ կյանք պիտի ապրես, դու ճշմարիտ պիտի լաս մարդկանց հետ, դու մաքուր հարաբերություն պիտի ունենաս մարդկանց հետ, շարունակե, հարադեվե, այս է Տիրոջ խոսքը, որ դերը մեզ կսորվեցնե, հալելույա։ Լսեցիք, որ ես ցեզի գերտամ եւ ցեզի գուքամ, եթե զի սիրեիք, պիտի ուրախանայիք, որ ես հորը քով գերտամ, վասնզի իմ հայրս ինձ մեծ է։ Եվ հիմա դեռ չեղած սիցեզի որբեսի երբ ըլլա հավատակ, ալցեզի հետ շատ բաներ չունիմ խոսելիք, վասնզի այս աշխարհիս իշխանը գուկա եւ իմ վրաս բամը չունի։ Միայն թե աշխարհը գիտնա, որ ես հայրը գսիրեմ, ու ինչպես հայրը ինձի պատվիրեց, այնպես կնեմ։ Ելեք այստեղեն երթանք։ Հալելույա։ Գետեզիս կսիրեիք, պիտի ուրախանայիք, որ ես հորը քով գերտամ։ Գիտեք ինչու այդ բանը ասավ, քանի որ Հիսուս քիչ առաջ ասավ, ես հորը քով գերտամ եւ ցեզի մխիթարիչը կուղարկեմ, որ դուք մեծ գործեր կատարեք իմ համար։ Հիմա եթե դուք կուզեք մեծ գործեր կատարեք, դուք օգնականի պետք ունեք։ Ես ձեր հետ պիտի չլամ։ Ուրեմն պիտի ուրախանաք, որ ես երթամ եւ շուտ ղրգեմ ցեզի օգնականը, քանի որ դուք շուտ կուզեք իմ գործս կատարել։ Հասկացաք ինչպես է։ Եթե դու կուզես Քրիստոսի գործերը կատարել, դու Սուրբ Օքին պետք ունես։ Հիսուս այստեղ եթե ըլլար մարմնավոր, մենք մեծ գործեր պիտի չկարողանանք կատարել, քանի որ մեզ հետ պիտի չլար միշտ եւ մենք իր հետ պիտի չլայինք միշտ։ Բայց ինք ելավ երկինք, որբեսի Սուրբ Օքին ուղարկե, որբեսի մենք կատարենք իր գործերը, մեզ օգնե Սուրբ Օքին, որբեսի մենք իր գործերը կատարենք։ Սիդը չխռովի, դեղ կպատրաստե մեզ, բնակարաններ ունենք, դեղ կպատրաստվի, միջ այդ գործ ունի սնելիք, ավետարանը քարոզելու, ճշմարիտ կյանք ապրելու, Սուրբ Օքիով լեցված սուրբ կյանք ապրելու, Սուրբ Օքին եկավ քեզ մխիթարելու, քեզ օգնելու, քեզ զորացնելու, որբեսի դու սիրտդ բաց ավելի նվիրվես Հիսուս Քրիստոսի, սիրելով, հնազանդելով, որ ինք ամեն օր ավելի հայտնե իր անձը քեզ եւ այդպես հաղթուտենե հաղթություն, փառքե փառքայլես միջև այն օրը, որ դեստես դեր Հիսուս Քրիստոսի երեսը իր հետ լաս հավիդյան, միջ այդ ինք գաբրի, դունալ գաբրիս, ինք կյանքով, հոգևոր կյանքով, դույալ հոգևոր կյանքով, միջև այդ որ դեսնես Տիրոջ եւ իր հետ լաս։ Օրտնյա է այս խոսքը, որ դերը գտա քեզ, ուր որ ես
Փառքը դուր դիրոջը մեր մնալ գարտա այս երբ որ գվերցացնենք այս ուղիետերը մեր մնալ գարտա մեր մնալ սերդե մեր մնալ հասկացիր փառք դուր դիրոջը քձե սորվիր եւ որբեսի Սուրբ ոգին քեզ սորվեցնե գրեց Սուրբ ոգին պիտի սորվեցնե քեզ թույլ դուր որ սորվիս աշակերտը լաս իր парքին համար մի քոհանար գիրագի օրվա հավատացյալ լալով մի քոհանար դու քեզ հավատացյալ ասելով այլ ավելիով Սուրբ ոգիով լեցված գադարե իր կորձը կնա ավետարան քարոզե կնա մարդ բրգե կնա Սուրբ ոգիով սուրբ կյանք ապրիր կնա արդար եղիր քո մարդկանց հետ կնա քո եկեղեցին մեջ նվիրվիր Տեր Հիսուս Քրիստոսի թող Քրիստոսի տակավորությունը հարաճ երթա թող հայտնվի Սուրբ ոգին քո միջոցով քո եղբայր քույրերուն իրեն լա փառքը հիմա եւ միշտ եւ հավիտյանս